Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Ինչպես հեռուստադիտողներին արդեն պարզ է, վերջապես սոսը վերադարձել է։ Ինչպես մենք արդեն հեռուստասերիալի հենց սկզբում նշել էինք, որ սոսը չի մահացել, մեր ենթադրություններն իրականացան։ Այսքան ժամանակ նա խաբել է Աննային, ոչ միայն նրանից հեռու լինելով, այլև ամուսնանալով Լիլիթի հետ, ով նպաստեց հենց նրանց բաժանմանը։ Ինչպես է եղել, որ նրանք ամուսնացել են, ինչ պայմաններ է եղել և ինչու է սոսը որոշել նման քայլի գնալ, ցույց կտա ժամանակը։ Նշենք, որ ամենաանսպասելի ու հետաքրքիր տեսարանները դեռ առջևում են։ Բայց ինչ է սպասվում Աննային այն բանից հետո, երբ նա կբացահայտի ողջ ճշմարտությունը, կբացահայտի, որ շուրջ բոլորը ստել են իրար։ Ինչ կլինի, երբ իմանա, որ սոսը ողջ է, ավելին ամուսնացել է իր հարազատ քրոջ Լիլիթի հետ, ով իր դժբախտությունների մեղավորներից մեկն է։ Ամենահետաքրքիր կադրից դուրս իրավիճակները, որոնք արվել են հատուկ ձեզ համար, կարող եք դիտել մեր կողմից պատրաստված տեսանյութում։ Եվ իհարկե չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե ինչ եք կարծում, ինչպես է Աննան դիմավորելու սոսին և ինչպես է իրեն պահելու։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, իսկ ձեզ մաղթում ենք բարի դիտում։ Ողջույն սիրելի հետևորդ, ինչպե՞ս եք։ Հարցախեղտ եք անում ինձ, թե երբ է Հենրին իմանալու, որ Անգելինան իր քույրը չէ։ Շուտով, շատ շուտով։ Շատ եք ուզում կրկին ականատես լինել իրենց սիրո գեղեցիկ տեսարաններին։ Կլինեք, անպայման, սպասեք, զինվեք համբերությամբ։ Համբերությունը ուժ է տալիս։ Շատ քիչ ժամանակ է մնացել, որ իրենց զույգը կրկին միավորվի և դուք վայելեք այդ սիրո պտուղները։ Շնորհակալ եմ, որ շատ ակտիվ եք, շնորհակալ եմ, որ շատ եք այդ հարցից տալիս ու շնորհակալ եմ, որ ապրում եք այդ սիրով։ Ուրեմն սյոմքի մի հատ նայեք ինչ սաստավով ենք այսօր նկարվում։ Ես իմ կյանքը, իմ սերը, աստղն էլ այսօր մեզ միացել։ Հալալը և Հենրին։ Նենց որ սպասեք հետաքրքիր նորությունների։ Ողջույն բոլորին, այս պայն ես ուզում եմ ձեզ ծանոթացնել իմ մասնավորության հետ, աշխատանքը դուք ամեն օր պարբերաբար տեսնում եք, բայց իրեն չեք ճանաչում, ով է նա այն մասնավորությունն է, ով վարում է և իմ և Վերջին զանգը հեռուստասերիալի էջերը, ձեր բոլոր հարցերին պատասխանում է նա, եթե ինչ-որ հարցերի հետ են համամիտ չեք, ավելի շուտ պատասխանների հետ համամիտ չեք, ես մեղավոր չեմ, մեղավոր ինքն էր հանդիսանում մեր հեռուստասերիալի երկրորդ ռեժիսորը, այն ինքն է, որպես որ բոլոր հարցերով դիմեք իրեն, բոլոր նկարահանման հրապարակի բոլոր հատվածները, բոլոր ստացված և չստացված կադրերը, բոլոր հետաքրքիր, մի խոսքում է, որ էջի հետաքրքիր վարում են, և մեր էջի տողականությունը դուք իհարկե տեսել եք, շնորհիվ իրեն, Գայանս։ Բարի օր բոլորին, քանի որ ես ազատ պահ ունենում եմ միայն վարելիս, ինչու, որովհետև հիմնականում խցանումներ են լինում և այս պահը միշտ փորձում եմ օգտագործել հոգուտ ձեզ, ուրեմն նոր շատ տարօրինակ հոդված ընկավ աչքովս և ես այդ հոդվածը կարդացի ճիշտ այնպես, ինչպես կարդում են այսօրվա ընթերցողները, միայն վերնագիրը, բայց անկեղծ ասած մեկնաբանություն չթողեցի, որովհետև ձեռքերս վախված են վարում եմ, ինչև է, անցանք, ինչպես էր, ով կփոխարինի հայրենիքը լքած Լևոն Մկրտչյանին, Վերջին զանգը հեռուստասերիալում։ Այ ընկերներ, ով է լքել հայրենիքը, Լևոնը Մկրտչյան, մեր գլխավոր հերոսը, Լևոն ջան, որ հայրենիքը Մի հատ առավելություն ասեմ դերասանի կյանքից։ Կարվում ես, որ հացասուտում
Սյոմկան բրծնա, հացես։ Հետ իրականում անկեղծ շատ հավապա գրիլյանի ամեն ինչ բծես ծուկը սպանեց։ Սյոմիչնի պերերիվ։ Ամենը համով է, այս։ Շատակերի ես եմ։ Ով է լքել հայրենիքը, Լևոնը Մկրտչյան, մեր գլխավոր հերոսը, Լևոն ջան, որ հայրենիքը լքում ես, խնդրում եմ իրազեկի, լավ մեզ, ախր ի վերջո դու մեր գլխավոր հերոսն ես, մենք պիտի իրազեկված լինենք, սա ինչ բան է, ոնց կարելի հայրենիքը լքել առանց մեզ ասելու, ես իհարկե վաղուց արդեն չեմ վերաբերվում մեր լրագրական դաշտին, բացարձակ, բայց օրինակ այս հոդվածը ինչ խոսք ծիծաղ առաջացրեց, շփտացի, ծիծաղեցի, այնպես որ այնքան շնորհակալ եմ, որ դուք զբաղեցնում եք մեզ եւ հասարակության մի ստվար զանգվածի, ովքեր իդեպ ձեզ հավատում են, բա, ու հիմա հաջորդ հոդվածը, ինչպես արձագանքեց անտեղյակ Դիանա Գրիգորյանը հայրենիքը լքած Լևոն Մկրտչյանի ուրեմն լուրը լսելուն, ովքեր իդեպ ձեզ հավատում են, բա, ու հիմա հաջորդ հոդվածը, ինչպես արձագանքեց անտեղյակ Դիանա Գրիգորյանը հայրենիքը լքած Լևոն Մկրտչյանի ուրեմն լուրը լսելուն, այս մարդն ասաց Լևոն ջան, մի ազգուշացրու, շնորհքն էլ լավ բան է։ Կամ ես դուք ես կարքի իրավիր ես կուրը թիվանդալուսում ա, դու անանստանում ա կողանալ։ Ուզում ես ասես, որ դու այնքան շատ ես իրում քրոջես, որ հելել եկել հասել ես մեր գյուղ, տեսնես ես սաղ եմ թե մերած։ Պատկեսու, դու սիրել ես տեղ կապ չունի, մենք լավ ընկերներ ենք, լավ մարդիկ ենք, զանգի քրոջը փորձի նորմալ խոսած։ Ախ, ես մեռնեմ իմ քրոջ սրտին, վախ, մեռնեմ դրա ջանին։ Կրևի ես գնամ մեռնեմ։ Արի զանգի հետո մեռի, հա։ Ոնց ես ախպեր ես, հա։ Ոնց ասես ախպեր ես, հենց հիմա զանգում եմ։ Գուրես։ Մեզ ան գյոր։ Վասա չէ մի հատ։ Կրևի գյոր։ Վերջացավ մեր սիրուն օրը, շատ լավ ժամանակ անցկացրեցինք ընտիրեր, շատ համեղ էր ամեն ինչ, վերջում ցած նվերներ ստացանք ու գնում ենք տուն։ Լավ էր մամ։ Մերսի շատ, այո, շատ լիքը լավ մարդկանց հետ ծանոթացա, բլոգերների հայտնի, ովքեր գժական լավ մարդիկ են, այնպես որ հրաշալի էր, շնորհակալ եմ կազմակերպիչներին։